1998-ի մայիսի 29-ին Հայաստանում նշվում է սահմանապահ զորքերի 80-ամյակը, հանդիսության լեզուն ռուսերենն է, Հայաստանում սահմանապահ ծառայություն իրականացնող ռուսական Արմենիա զորախմբի զինվորներին շնորհավորում են նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը։ Տիգրան մեծ հրատարակչության ունեցած պարտքերի պատճառով դադարել է տպագրվել երեկոյան Երևան թերթը, որը տպարանին պարտք է մոտ 2.5 միլիոն դրամ։ Նախորդ 2 տարիներին թերթի խնդիրները կիսով չափ հոգում էր Երևանի քաղաքապետարանը, ըստ խմբագրի քաղաքապետին դուր չի գալիս երեկոյան բառը։ Մենք ուզում ենք թղթակցական ակտիվ, ես հիմա այսպես գուցե ասեմ, բարի նախանձով եմ նայում, որ նրանք հիմա դարձել են մյուս ավելի ֆինանսապես ավելի հարուստ թերթերի թղթակիցներ։ Նոր Հաճնում 1999-ի այսօրը ազգային ժողովի ընտրություններից մեկ օր առաջ կռիվ է ընկել։ Լռության օրը ոստիկանությունը թեկնածուներից մեկի օգտին ընտրողներին փող բաժանելու կասկածանքով ձերբակալել է հաճնցի Աշոտ Բեգյանին։ Հաճնցիները հավաքվել են ոստիկանության շենքի առաջ եւ նրա ազատությունն են պահանջում։ Եթե ժողովուրդը սոված է, նա գազ անեն, ինչ ուզեն էլ կանեն, սոված ենք արդեն մենք։ Միս ԱՊՀ մրցույթը շահելուց 5 ամիս հետո տարվա գեղեցկուհի Գոհար Հարությունյանը չի ստացել մրցույթի կազմ կոմիտեի սահմանած 25,000 ամերիկյան դոլար մրցանակը։ Կամերային երաժշտության թատրոնում 1999-ի այսօրը հայաստանցի լրագրողներին հանդիպում է Միս ԱՊՀ մրցույթի տնօրեն Տանյա Անդրեևան եւ ասում՝ գրպանում փող չկա, կլինի կուղարկենք։ 2000 թվականի այսօրը 15 օր առաջ Միասնություն խմբակցությունից դուրս եկած երկրապահները ստեղծում են Հայաստան պատգամավորական խումբը եւ դժգոհում Միասնություն դաշինքից։ Հայաստան պատգամավորական խմբի անդամները արտահայտելով իրենց դժգոհությունը Միասնություն դաշինքի ղեկավարության անսկզբունքային եւ հարմարվողական քաղաքականությունից հայտարարում են իրենց նվիրվածությունը Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի ծրագրերին։ 2001-ի նույն օրը նույն դահլիճում նոր զարգացումներ է ստանում ազգային ժողովի պատգամավորներ Հմայեկ Հովհաննիսյանի եւ Վազգեն Խաչիկյանի լեզվակռիվը։ Հմայեկ Հովհաննիսյանը երիտանրապետականի հետ կռիվը թեժացնում է, Խաչիկյանին համեմատելով Բուրգակովի շան սիրտը վիպակի հռչակավոր Շարիկովի հետ։ Չունենալով ասելիք, նա ստիպված էր սպասել մինչև մեկը արտահայտի որևէ միտք։ Միայն դրանից հետո խանդավառությամբ եւ յուրահատուկ ձևով շնավարի հետ նայելով ու կարծես սպասելով տիրոջ դրվատանքին Շարիկովը արձագանքում էր։ Մեղավոր են այն մարդիկ, ովքեր կատնասուններին քաղաքական ասպարեզ են բերել, փորձելով Շվոնդերի օրինակով արդարանալ նրանով, որ Շարիկովը խոսել գիտի։ Կարծես մոռանալով պրոֆեսոր Պրեաբրաժենսկու խորիմաստ նախազգուշացումը խոսել դեռ չի նշանակում մարդ լինել։ Շարիկովը ընդհանրապես մի կաշի էր փոխել, որ դարձավ Շարիկով, իսկ պատկերացեք մի մարդու, որ 5 կաշի է փոխել, նրա վիճակը ինչպեսին կլինի, եւ կարծեմ, թե իր չամուսնացած վիճակը եւ սեռական անբավարարվածությունը փորձում է այս տեղից փոխանցել այսպես պատգամավորներին, որը կարծեմ հարիր չի պարլամենտի։ Նույն օրը Երևանի Սախարովի անվան հրապարակում բացվում է ջրածնային ռումբի հեղինակ ակադեմիկոս Անդրեյ Սախարովի հուշարձանը։ Հուշարձանի բացման հանդիսավոր խոսքը ընդդիմադիր ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանինն է, որը կենտրոն թաղապետարանի աշխատակից է։ Մյուսները հիշում են, թե ով էր Սախարովը հայերի համար։ Ինքը միշտ եղել է Արցախը Հայաստանի մասը համարող մարդ։ Էլեկտրատրանսպորտի վարորդները կասկածներ ունեն, որ կառավարությունն ուզում է վերացնել էլեկտրատրանսպորտը։ 2001-ի մայիսի 29-ին նրանք դուրս են եկել գործադուլի։ Իրենց արհամարված են զգում, մեզ աշխատացրեք, պահանջում են նրանք։ Աշխատանք սակայն կա, վարորդների վարձավճարներն են մեծ, որոնք չկատարելու պատճառով աշխատավարձ չեն ստանում։ Ведомствով կա որ վճարում են, բայց մենք չենք ստանում։ Չենք տեսնում։ 3000, 4000, 5000 պարտքի դիմաց աշխատավարձ սպանում չեն տալիս։ Տրելեբուսի դեմով 2 րոպեն մեկ մի հատ մարշրուտկա է գնում 50 դրամանոց, բայց որտեղից բերեմ փողը մուծեմ 12500։ 2012-ի մայիսի 29-ին Երևանի էլեկտրոն գործարանում տեղի ունեցած պայթյունը խլում է 2 մարդու կյանք, փրկարարական աշխատանքներն իրականացվում է արարողակարգային ճշգրտությամբ, հավասար զգաստ, հավասարություն դեպի նախարարը։ Էլեկտրոնը տարածքի բնակիչներին հայտնի է որպես զենքի գործարան, ժամանել էր նաև պաշտպանության նախարարը։ Պաշտպանության նախարարը այստեղ եղել է, որովհետև պաշտպանության նախարարությունը նույնպես պայմանագիր ունի, լիցենզիա է, այստեղ որոշակի բաներ արտադրում։
2012-ի այսօրը Սահմանադրական դատարանում քննարկվում է Հայ ազգային կոնգրեսի դիմումը ազգային ժողովի մայիսի 6-ի ընտրություններն անվանվեր ճանաչելու մասին։ Հիմնավորումներից մեկն այն է, որ քարոզարշավին մասնակցել են Սերժ Սարգսյանը եւ այլ պաշտոնյաներ, ինչն արգելված է օրենքով։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը դիմադրում է։ Հանձնաժողովը գտնում է, որ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց որպես տեխնացու ազգային ժողովի ընտրություններին մասնակցելը ընտրական օրենսգրքի պահանջների խախտում չէ եւ հետեւաբար չի կարող գնահատվել որպես ընտրությունների արդյունքների վրա ազդող հանգամանք։